իհարկե մենք էլ ենք կարծում, որ քանի որ կոնֆլիկտ չկա տարածաշրջանում, եթե մենք խաղաղության դարաշրջան ենք բացում, այդ կոնֆլիկտի լուծման ուղղությամբ միտված կառույցը այլևս կարիք չունի իր գործունեությունը ծավալելու, բայց մենք կարծում ենք, որ դա խաղաղության ստորագրելու հետ համատեղ պետք է իրականացնել, եթե լուծարում ենք Մինսկի խումբը, ուրեմն խաղաղության պայմանագիրը պետք է տեղի ունեցած լինի արդեն, այդ նշանակում է, որ հենց խաղաղության պայմանագրով ամրագրում ենք, որ կոնֆլիկտ չկա, հետո լուծարում ենք այն կառույցը, որը կոնֆլիկտով պետք է զբաղվեր։ Երկրորդ հարցը սահմանադրության վերաբերյալ, մենք ասում ենք, որ մեր սահմանադրական դատարանը միակ մարմինն է, որ կարող է ասել, արդյոք նման պայմանագիրը համապատասխանում է սահմանադրությանը, թե ոչ։ Մենք այն կետը, որ անհանգստացնում է Ադրբեջանին, եղել է նաև սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների կանոնակարգում, որը սահմանադրական դատարանի եզրակացություն ստացել է։ Եվ այդ կետի մեջ ներառված է հետեւյալ ձևակերպումը, որ սահմանադրության մեջ որպես օրենսդրական կետ իրավական առումով ներառված չէ անկախության հռչակագրի այն հատվածը, որ նրանք շեշտում են, եւ եթե կոնկրետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման ակտը լիներ արդեն սահմանադրության մեջ, ոչ թե հղումը անկախության հռչակագրին, դա կդիտարկվեր որպես այո խոչընդոտ, բայց մեր սահմանադրական դատարանը հստակ շեշտել է, որ սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի մեջ կանոնակարգի մեջ չկա որևէ կետ, որը հակասում է սահմանադրական սահմանադրությանը։